թատերական հանրության մեջ կա մի սենց ասացվածք, երբ որ մեկտեղվում են օրինակ Վահրամ եւ Արտուր Սահակյանները, այդտեղ ինչ որ հրաշալի հետաքրքիր մի բան ա ծնվում։ Դե փորձն ա ցույց տալիս, որ այդպես է լինում։ Վահրամ եւ Արտուր, ոնց որ եւ Արտուր եւ Վահրամ։ Որն է տարբերությունը։ Տարբերությունն է, որ Արտուր եւ Վահրամը ավելի թատերական է, ավելի ինչ որ պաուզաներով, ավելի ցենց հագեցած բաներով, երաժշտությամբ, իսկ Վահրամ եւ Արտուր չոր է ու բան է, ոչ տանելի հասարակության համար լեքսիկոն կա մեջը։ Իսկ այդ լեքսիկոնի շատերն են բարև ձեզ, ես ձեզ նկատի չունեի, ձեր բան հետևորդներին եմ բարևում։ Բարև ձեզ, ես ձեզ մոտ առաջին անգամ եմ եկել։ Հա, ես զգուշացնեմ, որ այս ձևաչափը ինչպես այստեղ ընդունված է, մենք պետք է լինենք 4 հոգի, բայց իմ պատճառով որ մենք 4 հոգի չենք, ես փորձեմ 4 հոգու տեղ անել։ Հա, որովհետև ուրեմն Արտուր Սահակյանը, որ հիշատակեցինք, այսօր մոնտաժի է շատ կարևոր գործերի էր։ Մյուս դերասանները Իրինան էսպես, մյուսը այնպես, էլի իմ մեղքն է, որ շուտ չէի, ես իրանց հետ պայմանավորվել, կարծելով, որ Սպարոն Սահակյանը կգա, բայց համեն դեպս ես Սպարոն Սահակյանի կողմից մի հատ էլ կարող եմ բարևել եւ բոլոր մանրամասները կապված այս ներկայացման հետ իսկ ասեմ։ Լավ, դե ես ենթադրում եմ, ինչքանով որ նայել եմ ներկայացումները, ոչ այս ներկայացումը, նկատի ունեմ ձեր ստեղծագործական տանդեմի մյուս գործերը։ Ես նայել եմ Արտուր եւ Վահրամ։ Հա, վերջնականում միշտ դառնում է Արտուր եւ Վահրամ։ Բայց չէ, մի րոպե, Ժանգոտ Բանալին առաջին անգամ ես ուրեմն հաստատ նայել եմ Վահրամ եւ Արտուր Սահակյան, որովհետեւ դա բանն էր, հանձնումն էր։ Եվ ընդամենը մի օր թե 2 օր հետո եղավ արդեն առաջնախաղը, այդտեղ արդեն Արտուր եւ Վահրամ էր։ Հա, դա հղկվում է եւ տեղն ենք։ Այն ժամանակը։ Այն ժամանակները այդպես են, ես ճիշտ ասած այդ մեր անցյալ գործերից շատ չեմ սիրում խոսել, բայց հարցերից պատասխանեմ։ Ինչ վերաբերում է բեմադրությանը, որ ասենք հիմա այս ներկայացման մեջ կայացավ, մենք մարտ ամսից փորձում ենք։ Մենք վերցրել ենք փորձասրահ մեծ։ Որտեղ փորձում ենք կենտրոն դերասանների հետ ու ներկայացումը, որ ես սկզբում բերեցի տեքստը, դա Վահրամ էր։ Ասենք Վահրամ։ Ու ես երբեք չեմ ասել, չեմ մտածել, որ այդ տեքստը ոնց որ ես գրել եմ, նենց պիտի լինի, չէ։ Դա պիտի ապրի, դա պիտի կյանք տա։ Եվ այդ կյանք տալը միայն բեմադրությամբ չի, իմաստը, գաղափարը, այդ ամեն ինչը Արտուրն է արել։ Ինքը սկսումից առաջարկեց, իսկ կարող է պատահի, վերջը դուրս եկավ նենց, որ ես գրել եմ այսպեսի մի բան։ Մի խոսքով ուրիշ մոլորակի վրայից նայում են մեր մոլորակին ու տեսնում են մեր հինը, նորը, բանը, բոլոր ժամանակները, որտեղ ժամանակ չկա։ Ինք ասեց տենց ոնց կլինի, օրինակ ոնց։ Հետո պարզվեց, որ ասում է դերասաններ են, դերասաններ չեն, մարդիկ են, որ չգիտեն ինչ են, ասում են բերեք մի բան, ինչ անենք, ֆարս անենք, որը թատրոնից լավն է լինի։ Մեր տրակցնի, մեր թատրոն չի, մեր պատրոնն է, sense տեքստեր ավելացան։ Հիմա որն է Արտուրն ասել, որը ես չեմ էլ հիշում։ Sense դուրս եկավ, որ դերասանները որոշում են խաղալ ու ներկայացնում են, մտածենք, որ մեկը թռնում է տեզերանով ուրիշ մոլորակ, այնտեղ այլ մոլորակայիններ, օպտի խաղա Գևորգը Իրան, բան ու այսպես ներկայացումը ծնվեց, ես ամեն անգամ վազում եմ տուն, հետո զգացի, որ տենց չի լինի, համակարգիչը, printer-ը, բազա բերեցինք այնտեղ, գրել տպել մինչև վերջին օրը, գրել, տպել, հանել, տպել, փորձել եւ մի բան էլ ասեմ շատ կարեւոր, դա հանկարծ որևէ մեկը չմտածի, որ արդարանալու համար ենք ասում, ցանկացած ներկայացում լինի ձեր հիշատակած Ժանգոտ Բանալին կամ Մեակուլպան, իր սկզբը ինչ է լինի, նա չի կարող այնպես խաղացվի, ինչպես խաղացվում է դրանից մի քանի ամիս հետո։ Ինքը պրեմիերային հնարավոր չի խաղացվի այնպես, օրինակ Մեակուլպան ես հիշում եմ, պրեմիերային առաջ մենք դա չափեցինք, տեսանք 4 ժամ 43 րոպե է։ Իմ մոտ թայմեր կար։ Ու հետո ինչ է, այդ առաջին օրը կարծեմ ասեցինք լավ, մի հատ հատված արենք, կարծեմ Չերչիլը թե ինչ որ մեկը չգնաց հատված։ Հետո ինքը կրճատվեց, տեղն ընկավ, բանը, քանի որ մենք չունենք թատրոն, չենք էլ ուզում ունենանք, որ լինի մեր թատրոնը, որտեղ մենք կարողանանք առավոտից իրիկուն փորձենք, պրոգրամենք լույսը դնենք, չէ, չկա տես, բա մենք լույսը դրել ենք վերջին օրը։ Եվ խաղացինք, ես տեսա, որ այդ ներկայացման մեջ Արտուրն էլ տեսավ, բայց առաջինը ես տեսա, որ մի տեսարան կա, որտեղ ինչ որ մենք շատ լավ է մտածված, շատ լավ է կատարված, լավ են խաղում, բայց այդ տեսարանը չի կպնում, ինչ որ որտեղ ինքը միջանկյալ է, ինքը պետք է հանվի ու հանեցին Գևորգը շատ ուրախացավ, որտեղ իր վերածանոթություն կա, թե Գևորգին գիտեք, Գևորգ, Ոզնիների Գևորգին բոլորդ գիտեք։ Հա, Գևորգը շատ ուրախացավ, որ ասացի, հանեցինք, հիմա մնացել է 10-12 օր, այդ տեսարանները արդեն ինչքան որ հանես, էլի պիտի փորձես, որ հանված մասը մարդը պիտի իմանա, լույսերը պիտի փոխվեն, պիտի իմանա, դա էլի գիտեք ինչա։ Հիմա նույն թատրոնը չի, ինչ որ ասենք անգամ 10 տարի առաջ կամ 5 տարի առաջ։ Հիմա աշխարհում ամեն ինչ փոխվել է։
նկատի ունեմ մարդիկ reels են նայում, մարդիկ Instagram են նայում, ես չեմ ասում դա ճիշտ են անում, սխալ են անում, մարդիկ արագ են ուզում տեսնել։ Արագացել է, ռիթմը արագացել է։ Իտալական Ֆելինի ֆիլմ եմ նայում, որ շատ եմ նայել, հավանել են ժամանակ, հիմա զգացի, որ այդ ֆիլմը այսօրվա օրով ինքը դանդաղ է, ինքը պաուզաները շատ են, ինքը այսօրվա չի, էլի։ Այսպես բան կա, Մայլս Դեվիսն ասում էր, որ ինձ գալիս են 80-ականներին է, գրում 80-ականների մասին, երբ որ ինքը ուրիշ ջազ էր նվագում, ասում են, ինձ գալիս են, ասում են, մի հատ էլ են 61 թվի բանը նվագի, էլի, այսինչ ծանոթ ջազ թեմաներից, ասում եմ, գնա ձայնապնակներ լսի, ես այդ ժամանակներում չկամ, ես հիմա ստեղ եմ, ասում եմ, ավտոները հիմա որ խփում են իրար 85 թվին, ուրիշ ձայն է լսվում, 78 թվին որ խփում էին, ուրիշ երկաթեր, բանը փոխում է, պետք է երաժիշտը, արվեստագետը, թատերական գործիչը, կինո աշխարհ պետք է հասկանա, որ ժամանակի Չարենցի ասած ժամանակի շունչը դառ, բայց դա իր վատ կողմներ ունի։ Շատերը դառնում են ժամանակի շունչը, ռաբիզանալով, էժանանալով, այն կոմեդիան, որ ես գարշում եմ, այդ կամ որ բերանները բացած ծռած բարա, sense բաներ են անում, ուզում են ծիծաղ կորզեն, բայց հիմա շուկայում դրանք շատ են, բայց իրանք չեն կարող լինել այսպիսի գործերի կոնկուրենտ, որ ոչ թե որ մերը լավն է կամ իրանցը վատն է, ոճային առումով իրենց հանդիսատեսն ուրիշ է, այդ Չէ, բայց եկեք ճիշտը խոսենք, դա լավը չի։ Հա, ինքը լավ բան չի։ Մենք պետք է ասենք, օրինակ, ես ինչի եմ դեմ, որ մեր արվեստագետները այն մարդիկ, ովքեր իրանց էությամբ իրանք էտալոն են, իրանք պետք է վատ բանին ասեն վատ բանա, որ հանրությունը, որ նայում է իրանց, հասկանա, որ այս մարդը, որը ավտարից հետ է վայելում, օրինակ, ինքը խորհուրդ չի տալիս գնալ դա նայել, օրինակի համար։ Ես չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, ես կյանքում մարդու չեմ վիրավորել, իմ բերանից հայհոյանք չի լսվել, Արմեն, դու գիտես։ Նայ։ Ինչ ասես։ Ես բան, բայց ես հիմա ուզում եմ հիշեմ։ Ես մի օր տեսա, թե ինչ հանդիսատես է մտնում թատրոններից մեկը եւ այդպեսի մի ստենդափային բան, որ թատրոնը չի ստենդափն էլ է ժանր չէ, կարող է լավն լինի։ Ես տեսա այդ մարդկանց քայլելու ձևը, չեմ ասում զգեստները խոսելը, քայլելու ձևը, այն որ գիտեք ինչա կանայք կային, որ դեպի կողք են քայլում, տեսել եք, որ ասենց քայլելու տեղը, ասենց են գալիս, այսենց։ Ու տենց ասեցի, հիմա սրանք ասեցի, ես մարդկանց չեմ բանանում, խառնում, ասում, այս խավը, այն խավը, տենց բան ես չէի տեսել։ Այդպիսի հանդիսատես ես չէի տեսել, բայց հասկանում եք, իրանք չեն կարող վնաս տալ իրենց այդ էժանագին բաներով, չեն կարող վնաս տալ լավ արվեստին, որովհետև լավ բանը դա ապացուցվել է։ Մարդիկ նայում են, հիմա որ կատարեք Խորեն Աբրամյանի մի որևէ կատարում տնեն Facebook կամ Instagram կամ YouTube, ոնց են մարդիկ տակը դրա տակը մեկը կհամարձակվի կամ մտքով անցնի տակը գրի, էս ինչա կամ այն ինչա, որովհետև ինքը տենց է, դրա մասին ենք խոսում։ Մեր դերասանները շատերը տեքստ են մոռանում, հա տեքստ մոռանալու մեջ ված բան չկա, նորա կարող մոռանա, Գևորգը կարող մոռանա, Իրինան Ավոն, բայց երբ որ Խորենն էր հանկարծ ինչ որ չէր հիշում այդ տեքստը, ինքն հենց այնպես էր անում կառուցում, որ եթե հանդիսատեսը մի բան կասկածի ուրիշ դերասանի վրա, որ նա է մոռացել։ Հա, ինչ ուզում։ Հիմա տենց շատ լավ է, ինձ բախտ է վիճակվել այդպիսի մարդու հետ աշխատել, ոչ միայն շփվել բանել ու շատ բաներ կարող եմ պատմել, շատ բաներ չեմ պատմի, որովհետև էլի ասած ցենզուրան եւ այլ, բոլորս էլ մի քաղաքում ենք ապրում։ Շատ դերասաններ են զբաղված, պարոն Սահակյան, այս ներկայացման մեջ։ Բոլորին ասեմ։ Ուրեմն երիտասարդ դերասան Էդգար Անդրեասյան, այո, Էդգարը։ Շատ ոնց որ ասած իր բեմելն է, ճիշտ է, շատ տեղերում է եղել, բայց այդտեղ ինքը շատ հետաքրքիր է։ Գոյ թատրոնի դերասան Էդգար Անդրեասյանը շատ լավ է։ Ինքը խաղում է այդ ներկայացման մեջ Գոյանքի դերը, Գոյանքը գիտեք որ տենց ամեն ազգի մեջ կարող է այդ հայտնվի տենց բան Նոյի ժամանակներից ու փչացնի այդ ամբողջ այդ ազգի պատմությունը ինքը մեկ հայտնվում է Նոյան տապանում հետո հայտնվում է Տիգրան Մեծի ժամանակներում սենց մինչև հիմա տենց ինքը ֆրֆռում է շատ հետաքրքիր կերպար է Սերգեյ Գրիգորյան ռուսական թատրոնից ինքը խաղում է այդ ձեր ասած տենց մարդկանց բերում դատում են ընդ մեռած մարդկանց դատում են այդ մոլորակի վրա ասենք ինչի համար կարող մարդուն դատեն մեկին դատում են որ սալյուտ է խփում գիշերը կամ սքո օրերին սալյուտ խփել Սերգեյը որ խաղում է այդտեղ դրած որ ինչ է սալյուտը կարող է պատահի բանը Գերմանիայում չկան տենց մարդիկ սքո օրերին սալյուտ խփում ու Գերմանիայում մարդիկ աշխատում են որ սքո օրեր չլինեն այլ ոչ թե որ
խփի թե չի խփի։ Հետո ինքը իրան դատում են էլի վերջին պերսոնաժներ են փոխում։ Ստե մի հոգի, մի դերասանը խաղում է 10 դեր։ Գալիս է մեկին դա ասում է ինչով է մեղադրվում է երջանիկ ապրելու մեջ։ Ասում է որ Հայաստանում դա դատապաշտպան է թողում գնում, ասում է սրան փրկություն չկա։ Եթե ու մարդիկ անը միշտ ճպտում են թատերական գործիչներ կան, միշտ ամեն տեղ Instagram բացում ես, արա, ասում ես հիմա ճպտալու պահը չի էլի, այսքան դժբախտություններ են, չեմ ասում սենց տխրեք կամ ինչ-որ բան, արա, բայց այդ ատամները բացած են, այդ տգեղ կեղտոտ, միշտ սենց բանով, այդ գիտեք ինչ է, նկված սենց ճպտացող նկարվող մարդը, եթե ինքը սովորական մարդ չի, քաղաքացի չի, այլ արվեստի գործիչն փող տվեք, ինձ իմը խնդալու է իմ արած բանը, տենց որ չի, դրան դատում են, ուղարկում են այնտեղ, որ բան չլինի, հետո հայոյան գրող կին արև թաղող, ինքը աշխարհներին, արևներին է թաղում, ինքը տիկին բակտերիան է, այդ տիկին բակտերիայի, հետո մի հատ էլ կա, որ դեր ասած այդ հայոյանքները չլսեն, հենց մեկն ուզում է մի բան ասի, ասում են կնիկ երեխա կա, բայց ոնց կնիկ երեխա որն է, այսինքն կանայք եւ երեխաներ, կնիկ երեխա, ու մտնում է Սերգեյ, ինքը կնիկ երեխան է, հենց մեկն ուզում է մի բան, այդ կնիկ երեխան գործելով, հետո ֆիլմով հատվածներ կան, ասենք նոյի ժամանակվա VHS են գտնում, ինքը հետաքրքիր բան է, ես էլի եմ ասում, մի հատ էլ եմ ասում, էլի ես չեմ սիրում այդ հին բան հետ համեմատվել, չեմ ասում վատն են, մեակուլպայի բանի խաթաբարադայի, բայց այդ մեակուլպա սիրողները, որ 10 անգամ գալիս էին, իմ վիճարից հիմա էլ այդ ամսի 20-ին հայացները 3-4 հոգու հետ խոսեցի, ասում եմ մենք նայել ենք, էլի են գալու, արդեն սկսվեց, որ գալու են, ասեն այստեղ են ժամանակ գալիս, ասում են այստեղ հրանտ է, այս բանը նոր ասեց, այն ժամանակ չկար կամ հիմա ինչի չասեց այն ժամանակ կար, թատրոնը դա կենթանի օրգանիզմ է, ամսի 20-ին, հոկտեմբերի 20-ին հայացները, եթե գալու են, նայեն նոյեմբերի 24-ին, իրանք լրիվ, չասեմ լրիվ ուրիշ ներկայացում, բայց նոր բաներ կտեսնեն, բանը կա որ չեն տեսնի, այսպես բանը, Սերգեյից բացի, Սերգեյն շատ լավ այդ կերպարներում, կնիկ երեխան բան ամեն ինչը, հետո կա Արման Մաթևոսյան շատ երիտասարդ դերասան, էլի շատ լավն է, ինքը խաղում է Իսծեցի դերը, իսծեց, այս բան կա, հայցատու, որը ստեղից Հայաստանից հայկական տիեզերանավով մանղալ 48, տիեզերանավը մանղալ, թռել է Հայկոնուր տիեզերանավի անունը, բայց Հայկոնուր տիեզերակայանից է թռել է ու այդ մոլորակում իրան ընդունում են, այդ ամբողջ այդ բաները հարցաթենչի է մեր վիճակը սենց, մենք կորցրել ենք, այդտեղ տխուր բաներն են սկսում, ասում են ինքը տրագիկոմեդիա էլի եմ ուզում ասում, այդտեղ հարցադրում կա ամենավերջում, այս ինչ արեցինք մենք մեր Հայաստանին, այդտեղ լաց կա, այդտեղ ես կողքից մեկ քիչ նայեցի, երկրորդ օրը, տեսա որ տարիքով կանայք որ ասում են ինձնից փոքր է հաստատ, լացում են, որովհետև ասենք արտավազդը որ հանձնում է գերի անգնում, դրա մեջ լացելու բան չկա, որովհետև ինքն է մեղավոր, խաբվող մարդը մեղավոր է, բայց երբ որ հերն է գալիս Տիգրան մեծը, գիտեք ով է հերը, ու մի քանի բան է ասում է դուք Ես ասեմ ես մեկը, ասում է, այդ ամեն ինչից բացի, ասում է դու որ հանձնվեցիր, այդ ոչինչ, որ դու գնացիր կորարքես սպանեցիր, դու ստեղծեցիր ինստիտուտ հանձնվելու, դու ստեղծեցիր ստորանալու, կզվելու, նահատակվելու մի հատ ամբողջ սովորույթ, որը տենց շարունակվում մինչև այսօր։ Ինչքան մարդ է դրանից հետո հանձնվել, բռնվել, Էլ վասակը, մյուսները, նժդեհը, խապել են բռնել են, բայց դա ինչ արդեն նահատակվում է, նա հերոս է, այդտեղ Տիգրան Մեսն ասում է, իսկ դու գիտես ինչ է նշանակում ազգը այնը, որ մարդկանց մի խումբ է իրար հասկացող, իրար սիրող, որ երբեք որևէ մեկը ազգի մեջ չի ասի, ես Տիգրանակերտցի եմ, արտաշատցիներին չեմ սիրում, կամ ես արտաշատցի եմ, տավուշցիներին չեմ սիրում, այդպես բան կարող ասի, միայն կապկախումբը ծառի վրա որովհետև դա ազգ չի, ճիշտ է, ժամանակ ազգեր չեն եղել, ազգերը, բայց անցնել դերասանին ասեմ, քիչ շատ խոսեցի։ Հետո Արման Ղազարյան խաղում է հիմնականում հայի պաթոսը, այդ է որ մեզ կործանում է, պաթոսը, որ նոյի ժամանակից։ Դե բա վաստակավոր արտիստ է բա։ Հայի, չէ, պաթոսի դերն պաթոսը, որ մտնում է ամենտեղ մարդկանց Չէ, բայց Արմանին ես շատ եմ, էլի սիրում ինքը առանձնահատուկ դերասան է, իր սերնդի դերասանների մեջ այն առանձնահատուկ շատ յուրովի է, մտնում այդ արտավազդին, ասում է ես պաթոս բան ծանոթանանք բանման, դու պիտի հանձնվես կամ բռնվես կամ բանը կախվես, ասում են չի կախվես, հետո հայ ես, ինչ կապ ունի, ոնց, հայլինելը կախվածություն է ջան, դու պիտի հերոսանաս, որպես փյունիկ, բանը sense մարդկանց տանում է, ու բոլոր դարերում տարել է, հասնում մինչև սասնածռերն էլ կան մեջը, բանը, ու այդ ժամը բոլորին ինքը մղում է բանի
մահվան է տանում։ Այդ Արմանը շատ լավն է, նաև խաղում է ինքը Արարիչի դերը, որ աշխարհը ստեղծում է այդ նոյին ասում է նոյ դու այդին տղա ես, քեզ բան ենք անում, այդ անասուն ենք չուտես, արա։ Ոչ եմ, sense բան է, sense ինքը լավն է, բայց երբ որ հասնում է այն պահը, երբ որ Գրիգոր լուսավորիչն է հայտնվում, շատ ինքը գիտեք ինչ է, մարդիկ նստած դահլիճում չեն սպասում, չեն պատմում, կարող պատմում եմ ներկայացում, պետք չէ։ Չնորմալ է։ Դահլիճում նստած տեսնում եմ, որ այս բանը Գևորգը խաղում է դրծած Գ։ Դրծած Գ-ն է շատ է սիրում, ինքը խոզ է դառել։ Տենց է գրված, ես չեմ նայ։ Ու Հռիփսիմեին ուզում է Հռիփսիմեին էլ ասում է ինքը այն ժամանակ ինքը հայաստանցի չի, որ ասի տամ հանգիստ ապրեմ։ Չէ, ինքը ասում է ոչ հունարեն լումա օխի։ Դե մա տրթատ երրորդին ասեն օխի, ժողովուրդ ջան, ի՞նչ կլդի։ Ասում է օխի մինչև բացատրում են այդ օխին ոչն է, էլ արդեն ու մարդիկ հրհրում են բան դահլիճում այդ վիճակում, մեկ էլ հայտնվում է Գրիգ, ասում է Գրիգորին, որ դու փակել ես բունկերում, դուրս ա եկել, վայ, ասում է Գրիգոր ջան, անցած լինի, ջահել ենք, չենք մանր որ փակել եմ, այդ փոսի պատմությունը մոռանանք խոսք ուտես, ասես բաց մի խոսք, բայց երբ որ այդտեղ ես դահլիճ նայեցի, երբ որ լուսավորիչը խոսում է հավատքից ու Հիսուսից ու քրիստոնեությունից, որ դա քո խիղճն է։ Դու ուզում ես աղոթի օրը 1000 անգամ ամեն ասա, ինչ ուզում ես ասա, նկարվի, բայց եթե դու քո դիմացինին չտվեցիր մի կտոր հաց, երբ որ նա սոված է, ուրեմն դու Հիսուսին չես տալ, ուրեմն դու Հիսուսին չես սիրում։ Այ խաչերի մոտ նկարվողներ, այ հա, հասնում է դրան։ Այ մոմերի կողքը նկարվող խելագարներ, ձևամոլներ, ուտեղ ինքը լացում է, այդտեղ հանդիսատեսում մի խոսքով ասում անցանք ուղիղ sense Avo Խալաթյանը հիացնում ապեղ։ Avo Խալաթյանը նախ տեքստ չի մոռանում, հետո մոռանալ չենք զգա, ու մինչև այդ վերջի պահը նաև ինքը խաղում է վերգոն, իսկ վերգոն մեր մոտ ծրան վերգոն, հա, մեղմ ասենք, ծրան վերգոն ամենախելոք մարդն է այդ Սասնա էլիտայում, որտեղ դե քերի թորոս բնի գնա մորթի կտրիկիսի ասի թափտուր, խի ասի թափտուր, օրինակ ինչի թափտա քեզ, ասում է հերոսական է, պաթոսն էլ թափտա, մենք նշենք թափտալու տոնը, թափտատոնը, ասում է բայց որ ասենք կիսում են չի մեռնում, պետք է թափտա, չէ, դա հերոսական է, Դավիթին էլ Գևորգն է։ Դավիթին ուղարկում են դենց անհեռատես սխրանքի, իսկ Վերգոնն ասում է ճիշտ ելքը, ասում է թողեք ոնց որ նայել ես կնքա հայրը, նայել ես, չէ։ Անպայման։ Որ ասում է գնացեք հանդիպենք, ասեք բան, ասեք նստենք խոսանք, դու այնտեղ մի հատ բան թող, զենք։ Ասում թող այստեղ Քուրկիկ Ջալալին չկա, բայց կա Քույրիկ Ջալալին, Իրինա Դանելյանը։ Քույրիկ Ջալալին թող տանի մի հատ դանակ այնտեղ պահի, հա ոսկեդար ես Մելիքին կսպանեմ առանց այտենց բաների թափտալու բանի։ Ու Մելիքի զորքը էլ չի մտնի Հայաստանում, մենք ունենանք ոսկեդար։ Ասում եմ, այստեղ բիզնես է, ասում եմ։ Սա լուրջ բան է, ասում եմ։ Strictly business, ասում է Վերգոն։ Ասում եմ, really, չէ, ոչ մի այդպես ասում եմ, ուտեղ տեղի ունենում հայ ժողովրդի պետականության կորուստը։ Պետականության կորուստը մի խոսքով էլ այս ներկայացում, հա ես ասեմ մեր սիրված այս ձեր գեղեցիկ, որ հիմա մեզ նայում են հետևորդներ, սիրելի հետևորդներ, ափսոս ես իրանց անուններով չգիտեմ, բայց ես իրանց հրավիրում եմ ներկայացման ամսի նոյեմբերի 24-ի համար, բայց բնական է, որ նոյեմբերի 24-ի ներկայացումը նոյեմբերի 24-ին չեք կարող գալ, որտեղ տոմսեր, այդպես թղթով տոմսեր չկան, թղթով տոմս չկա, դուք իրանք տեղը գիտեն, թող գնան պատվիրեն, որպեսզի ես էլ չպատմեմ, էլ չեմ պատմելու, հա դու ինձ պահի, եթե ես ներկայացման մասին չեք պատմելու, բայց այնքան ինֆորմացիա եք տալիս։ Հետևորդներին շատ հետաքրքիր է։ Թատերական, ես ավելի շատ կուզեմ խոսել դերասանական։ Ավոյին մենք մոտեցանք Ավոյին, դեպ Ավոյի մասին կարելի է անդադար խոսել, Ավոյին շատ լավ եմ ճանաչում, երկար տարիներ աշխատել ենք իրար հետ։ Ավ ջան, ո՞նց ես։ Սպասում եմ պատասխանի։ Հա։ Ավոն, երբ որ գոյակապ դերասանը։ Ինքը խաղում արտավազդի դեր, ես տենց բան չէի տեսել, արտավազդը թատրոնն է սիրել։ Հա։ Ու քանի որ մնացածները ասում են, որ նոյի ժամանակ VHS ա եղել, այդ են միացնում, տենց միացնում են, ասում են հիմա արտավազդը որ թատրոնը սիրել, իր թատրոնը կա, ու սկսում անդե որ ինքը թատրոն է։ Իր սիրած ներկայացումն է բեմադրում, ու դրան շարժումները որ տնակ, որ ասենք ձայնել անջատես, կմեռնես, թրվռում է, բան անում, ու հետո երբ որ պետք է հանձնվի, հասկանում է, որ այս բնակչությունն է իրան ստիպում հանձնվել։ Որտեղ բնակչությանը որ հարցնում են, ասում են, արի բնակչությունը ինչ անի այս մարդը հանձնվի կռվի,
մտել են մեր քաղաքները գրավելու, մեր քաղաքները ուզում են գրավեի։ Ինչ կասես բնակչություն։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Գնա ինչ ուզում ես արա։ Այս ամեն ինչը եղել է այն դարից, ոնց էլ դիլի։ Ասում ես Արտաշատը կգրավի։ Ես Արտաշատ եմ ուտում։ Թող գրավի, տվեք հանգիստ ապրենք։ Ոնց ես ուտում եմ, եթե ինքը գար իմ Բադրջանը եմ շատ սիրում, Բամիա եմ սիրում, ուրց մանկուց եմ սիրում, մանկուց սիրել եմ ուրց։ Հա, եթե գար իմ ուրցի հետևից կամ իմ Բամիայի հետևից, այդ Մարկ Անտոնիոսը, կելնեմ կողքդ կա, ասում եմ կողքս մի կանիվից վատ հոտ է գալիս, այդ է բնակչությունը։ Շատ ճիշտ է ինքը տենց էլ, ով ուզում է ասի, որ մեր ժողովուրդը սենց, մեր ժողովուրդը նենց, հասկանալով մեր ժողովրդի լավ կողմերը, ասում եմ տենց չի, տենց այս սենց է ոնց որ ես տալիս։ Այս սենց է, մեծամասնությունը սենց է մտածում, այդ ուտելունը չի, որովհետև Տիգրան մեծն էլ ասում, եթե դուք հասկանաս, որ քո տունը, այդ քո պետությունն է, այդ ժամանակ դու կունենաս հայրենիք, քեզնից կվախենան, բայց երբ որ դու ասում ես Արտաշատի եմ ու ես չեմ սիրում Տիգրանակերտին, քեզ կգան կոտորեն կնիկ երեխու, դու հաց սեղքեր, ուրցքեր, բամյակեր, որտից է բամյան որտեղ է աճում, հողի վրա, այդ հողը ումն է, պետությանն է։ Ով է տեսել երկրի թագավորը գա ու բնակչությունից բան հարցնի, ասի կարծիք հարցնի, իրանք ուրց են սիրում։ Այդքան բան, էլ վերջ, բարև ձեզ նորից։ Ավոն, Ավոն, Իրինան դանել են ասացի։ Իրինան սկզբից ասեինք, որտեղ կինը, Իրինան, դե պարզ է, չէ, որ արդեն Հռիփսիմեն ով է։ Դե հա, պարզ է։ Տարօրինակ կլիներ, որ Գևորգ կլիներ։ Հա։ Եվ նաև կա տրթատ գեի քույրը Խոսրովադուխտը, էլի ինքնա։ Խոսրովադուխտ։ Ես ենթադրեցի, որ Քույրիկ Ջալալին է։ Քույրիկ Ջալալին է ինքը, ու այնտեղ վերջում էր կան պերսոնաժներ, որ հենց սկզբից այդ դերասաններն են, էլի։ Հիմա այդ դերասանը մեկ էլ հա Նոյան Տապանում էլ ինքը այտենց մի հատ դեր կա Խոզա։ Խոզի անունը Մորտադելլա է։ Այդ արդեն չասեմ ինչի, հա, որովհետև հարցեր կան էլ, այդ խոզին էլ են ուտում այնտեղ, Նոյը արվանա խաղում։ Ընդհանրապես Արտուրը մի հատ հետաքրքիր բան արեց։ Ես գրում եմ, ես մոտարապես ասեցի դերաբաշխումը, ով ինչ, ասեց մենք կտեսնենք հլը։ Ու ինքը նենց արեց դերաբաշխումը, որ ինչքան տարբեր դերեր են խաղում, բայց Ավոն խաղա դրական դերերը, ճիշտ դերերը, Նոյը, Լուսավորիչը, Վերգոն, իսկ ասենք Էդգարը խաղա այդ բաները, այդ գոյանքները տարբեր դարերում հայտնվող, մեկ Նոյան Տապանա մտնում, մեկ այդ Արտավազդի մոտ բնակչությունն է խաղում, մեկ էլ այնտեղ Քերի Թորոսն է, հետո Արմանը պետք է իր պաթոսի մեջ, բայց նաև ինքը դատապաշտպան կարող է, ինքը պետք է արդարացնի, ասում այո, սալյուտ խփելուն չեք դատում, հայ երիտասարդը սալյուտ է խփում, որտեղ ունի սեռական խնդիրներ, իսկ երբ որ խփում է նա զգում է, որ ինքն էլ է կռվող, ինքն էլ է խփող, ինքն էլ է բացից բաներ ասի, ու դրանք սա տրագիկոմեդիայի ժանրով մարդկանց վրա ազդում են, որտեղ մարդիկ եկել են դալեճում չգիտեն, որ սալյուտ խփելը ոչ թե չի կարելի ուժ ժամի, այլ սալյուտ խփելը իր մեջ շատ վատ կոմպլեքսների արդյունք է, որտեղ աշխարհի ոչ մի ազգ չկա, որ հենց այնց տեղը գիտե դմպը կամ այդ սևնիվով։ Ինչ ես ասում ձայնը բացածնալ։ Ես վստահ եմ, որ հանդիսատեսը միանշանակ որոշակի բաներ վերանայած է դուրս գալու այդտեղից։ Հա, ես այտենց Չէ, վստահ եմ, արդեն որ ասելիք չունեմ, բայց ես որ զրուցել եմ շատերի հետ չեմ զրուցել, բայց մարդկանց հետ ում հետ որ կարողացել եմ զրուցել, որոնք գալու են նայեն ամսի 24-ին, էլի, անպայման հետաքրքրված են, էլի։ Հա։ Մենք դեռ են Facebook-ի Messenger-ով Տոմս եկավ ինձ մի հատ, ասում ես ինձ ինչի, ասում է ցույց տվել իր Տոմսը որ առել է։ Որ էլի է։ Գիտես չի ցույց տալի, որ իմանամ ամեն մարդ թող չգա։ Ու պետք է այդպես դիլի թատրոնը, ես կարծում եմ որ ճիշտ թատրոնը այդպես նա պետք է անդադ փոփոխվի։ Հիմա ես ժամանակով ասեմ, առաջին ներկայացումը տևել է 1 ժամ 27 րոպե առաջին մասը, 45 րոպե երկրորդ մասը։ Հիմա երկուսն էլ առաջին մասը կլինի 50 րոպե, երկրորդ մասը 40 րոպե։ Որ քանի որ ու հետո կարող է ինքը մնա նույն քանակ թվով, բայց ավելի արագ անցնի։ Որտեղ ասում եմ մարդիկ պետք է մի քիչ խաղան որ բացվեն, տենց չի, թատրոնը տենց կինո չի, նկարեցի բրծա գնաց։ Կենթանի շփումը հենց դա է, էլի։ Քուրկիկ Ջալալին ասել է, որ իր վրա հույս չդնեք, ասում է Քուրկիկ Ջալալին։ Ես ինչի եմ այդ ասում, որովհետև այդ տեսարանում ինչ որ լույսերը լավ չէր թե ինչ էր, Իրինան մի րոպե շփոթվեց, բայց այնպես մի հատ բան ասեց, արեց, որ հիմա չեմ կարող ասել, որ ավելի լավ է ու մնաց դա։
Մի խոսքով ասես բաներ կան, դերասաններն են ասում, օրինակ Mea Culpa-ում շատ բաներ Հրանտն է հնարել, շատ բաներ Mea Culpa-ի ինտեղ մի հատ բանվոր է հնարել, ինչ որ մի բան ասում են գնում է, այդ Խաթաբալադայի հովիկն եմ հիշում, այդպես բան չկար, բանը դերակատարը Արտուրին ռեժիսորին հարցրեց, իսկ ինքը ում հետ է խոսում մանալոգի ժամանակ, իմանամ էլ Աստծունա դիմում հանդիսատեսի բան, ասում է կապ չունի, կարող է քո փորի ճիճվին դիմի, ասում ստոպ, փորի ճիճուն լավ միտք էր, ու դմվեց այդ բանը, այդպես մեկը պիտի ասի առանց Արտուրի ասելու, առանց Արտուրի հնարելու, այդ բաները չի ստացվում ներկայացում։ Արտուր եւ Վահրամ։ Հրաշալի տանդեմ է։ Հա։ Դե իհարկե բաներ վեճերել են, նո, հիմնականում կապված երաժշտական, դա լավ երաժշտություն է, Արմեն Մարտիրոսյանը գրեց։ Հա։ Հետո ստեղ այդ երաժշտությունը մի քիչ ասի փոփոխի, էլի ծայրից ծայր աշխատեց Վահե Հայրապետյան, հա։ Դավիթ Մարգարյան տենց երաժիշտ կա, հիմա ստեղ չի, ցավոք, ինքը Գերմանիայում ապրում, իմ ընկերներ Ոզնիների երաժիշտներ։ Ինքն էլ գրել է տխուր տեղերի կտորները։ Հիմա այդ պետք է ասենք ինչեւ անենք, բայց Արտուրը ինքը ուրիշ կերպ է մոտ, բացի դրանից ինքն ուզում է ինչ-որ բաներ օգտագործի, որ ծիծաղելի լինի, տեղին լինի, ես էլ ասում եմ, չէ, ես չեմ ուզում, որ դրանք այդտեղ կռիվ ալնում։ Հա։ Ասում եմ, ես չեմ ուզում, որ իմ ներկայացման, այս ներկայացման մեջ հնչի տենց հին սովետական, ասենք մի հատ երաժշտություն, հատտազա ներկայացման չի այդ սավոք բաները։ Ու կռիվ։ Չեք պատկերացնում ինչ կռիվ։ Նենց որ ես կարող եմ գնամ մի 10 օրից Գևորգը փաստորեն, Գևորգը, դե գիտեք, Գևորգը գևորգություն է անում բերի վրա։ Ինքը չի կարա, ինքը որ ասենք, ասում Գևորգ, ինչի՞ ես ցածր խոսում։ Հետո ասում սխալ հարց է, ինքը հենց ինքը խոսում է, ինչքան հենց ոնց որ պետք է։ Օրինակ ասում է Տրթատի մասին խոսք է գնում, որ ինքը այդ 32 կույսերին մորթել է, չէ՞։ Ու տեքստը սենց է Տրթատի, տենց բան եմ արել։ Հարցնում, բայց ոչ մի դերասան չկա Հայաստանում, որ տենց հարցն կինոյում էլ տենց չեն խաղում։ Հա, բայց ես դատապարտել եմ այդ արարքը ասում եմ։ Չենք դատապարտել։ Մի խոսքով, հա, Գևորգը, հետո Գևորգը այդ Սասնա Դավիթը մանալոգ ունի։ Շատ կարևոր մանալոգ է, ասում է, ես ժողովրդին եմ մարմնավորում, իսկ դուք ինձ ասում եք գնա մորթիկիսի, բան, այդ մսրամելիքը ձմերուկ չի էլի։ Դուք ասում եք հետո որ մի բան սխալ ալնում, ասում եք էլի ժողովուրդն էր մեղավոր։ Գցում եք, ասում եք հայի բախտ էր։ Արա թողեք ես եմ մարմնավորում, թողեք ես ինչ որ նախ սկզբում ասում մանալոգ ունեմ։ Հետ կիսել թե չկիսել, արա ես իմը չի։ Մի խոսքով չպատմեմ էլի Արտուր Սահակյան եւ մյուսները չեն սիրում որ ես մի քիչ տես պատմեմ, չասեք մեկ իրանք էլ են պատմում։ Բայց ես ուզում եմ ասել, որովհետեւ մարդկա հիմա նայում է դրսից, ինքը չի կարող գա այդ ներկայացումը, այդ ներկայացումը ոչ YouTube-ում ալնելու, ոչ բանում ալնելու։ Այդ ներկայացումը երևի թե բացի այս նոյեմբերի 24-ից խաղացվի փետրվարին։ Հա։ Չգիտեմ, եթե դեկտեմբերին չեմ կարծում։ Չնայած դեկտեմբերին ամենածանրը բեռնված ամիսն է, էլի հիմնականում բոլոր թատրոնները տենց ամանորի ներկայացումներին են պատրաստվում, բա։ Դե եթե մանուկների համար։ Եթե հանկարծ դեկտեմբերին եղավ, իրանք գովազներից կիմանան հիմա ժամանակներից, բայց ես կարծում եմ որ սրանք թատերաշրջանի վերջինն է, հա նաև 24-ին եւ 25-ին կա։ 24-25 իրար հետ է, երկու շաբթի, երեք շաբթի։ Հորդորեցի, չէ՞, ես որ գան նայեն մարդիկ, ովքեր հանկարծ ինչ պատճառներով չեն գնա ենթադրենք ամսի 24-ին նոյեմբերի, պարտադիր գնացեք ամսի 25-ին։ Պարտադիր նոյեմբերի 25-ին Պարոնյան թատրոնում։ Մեր մեջ ասած 25-ին ավելի արագ լավ։ Պարոնյան թատրոնում։ Պարոնյան թատրոնում 19:30 ապահովելու համար միայն Տոմսարկղա են, ֆարս մաժոր։ Ուրիշ տեղ չկա։ Ֆարս մաժոր։ Մեկ մտածում եմ, ասում եմ դնեմ կասայում կարողա տարիքով կանանք մայրիկներ, տատիկներ ինտերնետ։ Բայց հիմա այնքան հեշտացել է, օրինակ, ճիշտ է, մի քիչ այդ փոփոխություններին ավելի ավակ սերնդի ներկայացուցիչները դժվար են համակերպում այդ փոփոխություններին, բայց ինքը ավելի հեշտացրել է իրականում, թեկուզ այդ վաճառքը, այդ վաճառքի տակ։ Հա, հետո մարդկա որ ինտերնետից չի օգտվում, համար կա հեռախոսի, չէ, զանգում են, բերում են տուն։ Ինչի գնա թատրոնից առնի, թող գա այնտեղ դիտի մի խոսքով, այս սա շատ ու վերջում քանի որ ներկայացում որոշի նվիրել հայրիկիս հիշատակին, Արամ Իսահակյանի հիշատակին, վերջում ուզում ենք, քանի որ ինքը այսպես թե այնպես տրագիկոմեդիա է, տրագեդիա մեջը շատ է, ու նաև մեջը ծանր տեքստեր կան։ Մենք որոշեցինք, որ վերջում այդ Պակլոն խոնարհման պահին մի գեղեցիկ երգ լինի, իսկ Արտուրը նաև Սահակյան երաժշտություն է գրում, ինքը ռոքի սիրահար է, մինչև հիմա տունը այտենց վինիլներ ունի, բան, Rolling Stone, բան։ Ու ինքը Արամ Իսահակյանի խոսքերով, այնպեսի խոսքեր, որ ես էլ չգիտեի,
բանը երգ էր գրել, այդ երգը գնացինք մշակեցինք Յուրինան, Գևորգը եւ Ավոն երգեցին, շատ սիրուն երգ եղավ, հավատքի ավելի շատ երգ բանի, ու որ վերջում ինքը շատ բարի կերպով հնչում է, որովհետեւ ներկայացման մեջ շատ դաժան, շատ տխուր, ծանր թեմաներ են շոշափվում։ Մենակ այդ երջանիկ լնելու թեման արդեն հերիք է, որ ինչի ես դու երջանիկ։ Կամ եթե երջանիկ ես, պայք ես այդ երջանկությունը, չի ես դու արա ասես նկարվում։ Կամ ժպտալու ձև էլ կա։ Ատամները բաց ժպտալը ո՞րն է։ Այդպես բան ով է անում հիմա։ Բայց դա էլ մի ժամանակ տենց չէ, տարածվեց այդ ատամներով պատկապես։ Ես ներկայացումներ էի դնում, էլի փոքրիկ տրագիկոմեդիաներ ես էի խաղում 20, 21, 22 թվերին, ու երբ որ ես ասենք տեսնում եմ, որ այդ զինվորներ են զոհվել, չէ՞, այդ բանի, որ հրդեհ եղել։ Այդ ժամանակ իմ գովազդը գնում էր, իսկ իմ գովազդի մեջ ժպտալու բան չկար, բայց ասում էր, որ հա մեջը։ Ես հանեցի ներկայացումն էլ, էդ էլ, այն էլ։ Իսկ իրանք հրդեհ լինի, պատերազմ լինի, ինչ ուզում ալի էս է։ Բայց չի կարելի ապրել, այդտեղ որ ազգ չի էլի, որ ասենք ազգի մեջ նույն ազգը, որ իրանց վրացի մոտ, տենց բան չի լինի, որ այդտենց համաշ սուկ լինի, ինքը սալյուտ խփի, ինքը նույն դեմքով հավաքվի։ Ու մի բան էլ ասեմ, ես մի անգամ այդ 2023 թվականի այդ Արցախի տխուր ողբերգական իրադարձությունների ժամանակ իրանք բոլորը հանեցին իրենց ներկայացումները։ Ու ես դիպամբի մեջ հանեցի, որ ես գնացի տարբեր տեղեր խոսեցի, ասացի, որ իմ ներկայացումը սրա մասին է, որ այդպիսի բաներ չլինեն, իմ ամբողջը սրա մասին է, ինչքան էլ որ ինքը ծիծաղելի տեղեր ունի, ու այդ ներկայացումը մարդիկ եկան, ու ես չասեմ այնպես մեծամտություն, որ ժամերով ծափեին տալիս, որ մտել էին կուլիսները, լացակումած, ասում էին, այսպես բան չկա, ստիպած մի հատ էլ դրեցի 10 օր հետո։ Ասենք այդ մոտեցումը պետք է ունենաս, դու լինես քաղաքացի, ինչ ուզում ես լինի, քո երկրում է, քո ազգի հետ է կատարվում այդ ամեն ինչ։ Դու պետք է այդ լինես, դու չես կարող այդ ժամանակ հռհռալ։ Մանավանդ այդ ուրիշ ժամանակ էլ իրանք իրավունք չեն հռհռալու։ Ես դրանց չեմ կարողանում տանել, հասկանում եք, արդեն կարող է շատերին ճանաչում եմ, շատերին բարևեմ էլ, բայց ես այդ իրանց այդ գիտեք թեմաներ կան, Արմեն ջան, ասենք կնիկ այդ մարդը խոպանից եկավ, մտավ, բան, ես դա համարում եմ ոչ թե կենցաղային հումոր, այդ համարում եմ բիտավուխա, պառնուխա, էլի, ասենք այդ թեմաները, այսպես ասենք, երբ որ ասենք այդպես թեթև թեմաներով Կարփ Խաչվանյաններ խաղում, Աշոտ Ղազարյաններ կատակներ անում, այդ ամեն ինչը հասկանալի էր, բայց երբ որ սրանք են դուրս գալիս իրան այսպես բաներով Հարա գնացի մտարա, որ մենակ հայը կանի, որ մտնում ես տունը գնում ես, վառում ես, արա սինգերս ասում ես մտել ես ռիլզերով, այդտեղ մի հատ այնպես կերպար Սերգեյն է խաղում, վերում են ասում են, դու հա ասում առաջ Արամ Խաչատրյանն էր հայտնի մարդ, Խորեն Աբրամյանն էր հայտնի, Վիլյամ Սարյանը, հիմա էս է, հա, մեկ էլ ասում եմ մի րոպե Արամ Խաչատրյանն ով Արամ Խաչատրյանը կարա 3 օր համալիր լծի, կարա այսքան ֆոլովեր ունենա Instagram-ում, ո՞ւմ է դրասեն։ Այդտենց այ դրանց ես տանել չեմ կարողանում ֆիզիկապես բարոյապես ոչ մի ձևով չի իմ ուղեղը չի մտնում իրանք ոչ թե իմ եւ արվեստին իմ ընկերներին իմ գործերին ոչ կարան խանգարեն ոչ կարան որպես որ տեսնում եմ վատ եմ ելնում այդպես բան չի լինում աշխարհում այդքան բաներ կան դրանց պահելու ձևը բաները սենց մի 2-3 անգամ եղել է առիթ տենց վիճաբանությունների մեջ մտնեմ այդ նմանատիպ ինչ որ թեմաների շուրջ ու հետաքրքիրն ինչ էր ինձ տենց ամենայն լրջությամբ տենց կա չէ որ դեմքի լուրջ արտահայտություն ոնց որ Մենխաուզենը բարոն Մենխաուզենը որ ասում էր հա այդ նույն այդ լրջությամբ դե ժողովուրդը էտա ուզում այդ բանն է էլի լավագույն արդարացումն է բայց անմիջապես հակաճառում եմ ասում ի՞նչ է նշանակում ժողովուրդը էտա ուզում դու սառնարան ունես տանը ասում հա ասում սառնարանի մեջ երբ ես բացում ինչ որ թարմ բան ուտում որակյալ բան ուտում ոչ նեխած մտածում ասում եմ եթե ենթադրենք 1 օր առաջ դրել ես դա չէ կամ 2 օր առաջ ասում հա ասում եմ այդ լավ բան դիր ուրեմն այդ սառնարանը որ բացողը թարմ ուտի լավ բան ուտի անորակ նեխած բան ես դնում ու ասում ես դե ժողովուրդն է դա մատուցում ժողովուրդը մենակ իրենք չէ ես մի հատ ֆիլմ էի սարքել փոքր հայոց պատմությունը տենց ոնց կարճ է անկախության ժամանակները ու սկսած 2000-ականից մտածեք դեր բաները այդ ԱԼՄ-ները
այդ ամեն ինչը սա իրաց փողի համար է, չէ՞։ Այդ ինչ էր կիսաբաց լուսամուտն, այդ խշխշոց, այդ բան, այդ մեր ժողովուրդը չի։ Ժողովուրդը չի, ստեղ էլ ասում քո ասում, բայց ժողովուրդը իրան սիրում է, ես էլ չի հասկանում, ինքը սիրված է, շինված։ Չէ, սիրված ասում։ Չնայած ասում նույն բանն է, երկու դեպքում էլ ժողովուրդն է անում։ Հիմա հետո մեղադրում են ասում են մեր ժողովուրդն էսա սիրում, ինչ մեր ժողովուրդը այդ չի սիրում։ Ուղղակի այդպես բանը դարել մարդիկ էլ կան, շատ էլ կիրթ նորմալ մարդիկ, ուղղակի ասում են գնանք մի քիչ խնդանք, հա։ Գնանք որտեղ իրանք եթե գան ֆարս մաժորը նայեն, չեն հաստատ լացելու են նաև։ Ստեղ գիտեք նույնիսկ կարողա չգնան նայեն պարոն Սահակյան, բայց ես միշտ կարևորել եմ հեռուստացույցը։ Անկախ հեռախոսները հայտնվել են, համացանց եւ այլն, միևնույն է, ես կարևորում եմ հեռուստացույցը։ Իսկ հեռուստացույցն այսօր հայկական հեռուստաընկերությունը, ցավոք սրտի, իմ խորին համոզմամբ, գուցե ես եմ սխալվում։ Իր բովանդակությունն է կորցրել, իր երբեմնի նշանակությունն է կորցրել։ Այսինքն այդ նույն կիրթ մարդը կարողա չգնա օրինակի համար նայել ինչ որ ցածրորակ ներկայացում, որովհետեւ խորապես համոզված լինի, որ դա իր տեղը չի։ Բայց հեռուստացույցը, որ միացնում է այդ ուզի, թե չուզի, իր մեջ ինչ որ բան է ներարկվում, բացասական բան է ներարկվում։ Ու եթե այդ ներարկողին դու ասես, ինչի ես այս բան, կասու են ուզում։ Դե ասում եմ, հա, եղել է վիճակը, որ սիրում են ընտանեկան թեմաներ։ Այսինքն այդ գողական թեմաներ, ուրեմն գողական ընտանեկան ներկայացում, ընտանեկ գողական, որտեղ անպայման կա հեր, մեր աղջիկ տղա, դրանք տիլն են։ Հա ամոթել է, արդեն ինցեստի է հասնում։ Ուրիշ խոսակցություն չկա, տղես արիստե, աղջիկս արիստե, մեր շատ վատն է, էլի ինքը այդ ամեն ինչով ու հեչ սազական չի։ Մանավանդ որ պաթոսը մտնի այդ ժամանակ ասի մեր խրոխտ ժողովուրդը, երբ որ սարի նման եւ փյունիկի պես մենք բանալ փյունիկ արա։ Բոլոր դարերում այդտեղ աղիքները թափել են, ջարդել են, հողից կտրվել են, բայց ինչի պատճառով, այդպես խոսալու պատճառով։ Երբ որ Վասակն ասում է, մատ եկեք գնանք հասկանանք այս մարդն ինչ է ուզում, մինչև այս հասկերտին ասենք հա չէ, ինքը կմեռնի, արա, ծեր մարդը ասում, պատմականորեն տենց է, Վասակին ընդհանրապես իզգո են սարքում, որ այն ժամանակներում։ Ասում են չէ, պիտի գնանք մեռնենք, որտեղ դա ճիշտ է։ Հիմա այդ մեռնելու օգուտը որն է, այդ ոչ ոք չի հասկանում, ինչ օգուտ տվեցին, որ հանուն, ես տենց բաներ չեմ սիրում։ Պատմականորեն մեակուլպայում էլ կա, չէ՞ որ ասում այդ Վարդան Մամիկոնյանը ձին հետ նստած, ստեղ էլ ամբողջ ժամանակ է դա։ Մի խոսքով ներկայացումը այդպեսին է, ես կարծում եմ, որ այս ներկայացումը Գարնանը մյուս տարի ինքը արդեն ունի իր հանդիսատեսը, այն ժամանակ էլ կունենա այդ հանդիսատեսը, դա դահլիճի այդ 20-25%-ն է, որոնք ասենք ոնց որ մեակուլպայասեր էին, հիմա դառնան ֆարս մաժորաս։ Ես ուզում եմ, որ հյուրախաղեր անպայման լինեն։ Շատ դժվար բան է սա։ Դժվար բան է, հասկանում եմ, բայց շատ կուզենամ։ Օրինակ դրսում մեր հայրենակիցներն էլ կարողանան էլի դա դիտել։ Ռուսաստանում լինի, Եվրոպայում, թե Ամերիկայում։ Ես երբեք չեմ գնացել վերջին շրջան, ես 90-ականներ եմ տարել։ Հիմա այնտեղ շատ օրինակ Ամերիկայում շատ բան է փոխվել, վատ բան չեմ ուզում ասել, բայց ով գնացել է այսպես մի քիչ ավելի լուրջ ներկայացմամբ, նախ այդ մարդիկ մեղավորել չեն հանդիսատեսին, դերի շատ բաներ իրանք չգիտեն։ Հա։ Իրանք չգիտեն շատ բան, իրանք կյանքը ուրիշ է ու լավագույն դեպքում դու այնտեղ պիտի տանես պրոստը միայն կոմեդիա կտորները։ Հա։ Որովհետև նաև իրանք մի քիչ հիվանդագին են ընդունում քննադատությունը, տարբեր մտածողություններ ունեն։ Մեկը կարող է ասի, հա, ասենք օրինակ, ասենք, հա, ստեղ էլ կան դահլիճից դուրս եկողներ, միշտ մեակուլպայի առաջին 3 ներկայացումներին ամեն ներկայացումից 25-35 հոգի դուրս էր գալիս։ Հաթաբալադայից էլի դուրս են եկել, ստեղից էլ մի 10 հոգի դուրս։ Մարդը կա որ ասենք ինքը սալյուտ է խփում ու հիմա էլ կնա չտեկել, այնտեղ սալյուտ խփողին ձեռն առում չի ուզում նայել գնում է։ Բայց այս սալյուտ խփողին սա մեր տեղը չի վերկաց։ Հա, սալյուտ խփողին չեմ ձեռ առնում, ես սքո ժամանակ երևույթը։ Հա, չէ, սքո պահին որ խփում է։ Կամ էլ մարդ կա ինչ որ այդ արտահայտություններ, ինչ որ արտահայտություններ չի սիրում, չնայած այդտեղ ոչ մի բան այտենց արտահայտություններ չկան, որովհետև կնիկ երեխան մտնում է հենց։ Հենց լնումա։ Հա, հենց կնիկ երեխա բառը կարող է ինքը չսիրի։ Հա։ Հա, հասկացա։ Չէ, բայց ամեն դեպքում օրինակ մեակուլպայի օրինակով էլի։ Հա, շատ անգամներ եմ նայել, այո, հռհռում էի, անկեղծ եմ ասում,
հիմա էլ տենց տպավորվել է ինչ որ հատվածներ, որը միշտ կհիշեմ, տենց հռհռում էի, բայց պահ էր գալիս, որ դե ներարկում եք լավ այդ հումորը, բայց հետո մի հատ ստափվիր, քո մեղքը, իսկ դու չես ուզում որոշակի պատասխանատվություն կրել ես ամեն ինչի համար։ Այդ շատ լավ բան էր, շատ ճիշտ բան էր։ Չէ, հիմա Եթե մենք չընկալենք, որ որոշ հարցերում մեր մեղավորությունը կա, չէ, մենք սիրում ենք միշտ դիմացինին մեղադրել։ Հա, դա ինչ։ Բայց կներես, եթե մենք մեր մեղքը մենք չընդունենք, հետո սենց մինչև դժվար է, այդպես բաներ, ընդհանրապես տրագիկոմեդիա։ Դրա համար եթե հանկարծ առիթ լինի, պարոն Սահակյան, խնդրում եմ, եթե առիթ լինի գնալ օրինակ Ամերիկա, մի հանեք այդ կտորները, այդ հատվածները։ Թող մնա ամբողջական, էլի։ Ես կասեմ Սահակյան Արտուրը թող ինքը տանի։ Հա, թող ինքը վերցնի իր վրա, հարվածը վերցնի իր վրա։ Ես չեմ էլ գնա։ Եվրոպա կարելի է գնալ օրինակ։ Եթե առիթը լինի։ Թող իրեն գան նայեն էլի։ Ես մի հատ լավ բան էի մտածել, որոնտեղ եթե ես հիմա ասեմ մեկ ուրիշը հաստատ կանի, լավ թող անի։ Հիմա այդ շատ on-line բաներ են, չէ՞ անում, on-line թատրոն կա, օրինակ դիջիտալ թատրոն կա, այդքան բան կա։ Ասենք այնտեղ հավաքվում են մի հատ մեծ սրահում կամ փոքր կամ միջին սրահում, որտեղ էկրան կա, որտեղ լավ որակի ձայն կա, այնտեղ դա Ամերիկայում շատ արագ բացելի հարց է։ Նույնը դնենք ստեղ խաղանք, նայեն, հետո ներկայացումից հետո գանք նկարվենք իրար հետ, էլ տենց մենք ինչ-որ խոսենք, տենց բան կարելի անել։ Տենց բաներ կարելի անել, պարտադիր չի նստել, գնալ վիզա վերցնել, նստել օթանավ, գնալ հասնել այնտեղ լույս գծող, ինշուրանս, lawyer, բան, ես հավես չունեմ կներեք, ես այդ տարիքում չեմ էլի։ Այն ժամանակ ասմունքողները գնում էին, ասում էին «Փառք քեզ Հայաստան, դու լուսավոր», ես դալիճում մի հատ VHS էին նվիրում իրան, մուլտիսիստեմ, ինքը գալիս էր տուն շատ գոհ Երևան։ Իսկ հիմա այդ ժամանակներն անցել են, հիմա քան on-line կարանք խոսանք։ Այդ ասմունքողներից էլ եմ ես տրակվում։ Ես չեմ հասկանում դա ինչ ժանր է։ Կա ներկայացման մեջ։ Ասմունքով էս մեկի մեջ չկա, ավելի վատ բաներ կան։ Հա, լավ։ Այդ բանն է։ Տիկին բակտերիան երիկա է նրան։ Տիկին բակտերիան, հա, ինքն իմ ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում ես հանդիսատեսի պակաս չեմ ունեցել։ Սկսած 1990 թվից, երևի եթե ոչ 88, հանդիսատեսի պակաս չեմ ունեցել։ Ու երբ որ ես ասում եմ եկեք նայեք, ես ասում եմ իմ համար չեմ ասում, ասում ձեզ համար, որովհետև այսպես թե այնպես, երբ որ ներկայացումը մյուս օրն է լինելու, ասենք 23-ին, այդ օրը արդեն 0 տոմս է լինում։ Ես ուզում եմ ասել, որ այն մարդիկ գան նայեն, որոնք հետաքրքրվում են արվեստով, իսկ ստեղ նայող մարդիկ, այս հաղորդումը նայող, իրենք հաստատ արվեստով հետաքրքրվում են։ Թե չէ ես ոչ գովազդ եմ անում, ոչ տոմս ծախող եմ, ոչ տոմսավաճառ եմ, ոչ ես ասում եմ եկեք նայեք, հրավիրում եմ։ Իսկ դրա համար պետք է անեք այսինչ գործողությունը, տոմս արկղ, այ ֆարս մաժոր, շնորհակալ եմ։ Ֆարս մաժոր, ոչ թե ֆորս մաժոր։